Մարտի 13-ին հայտարարված ու համաձայնեցված խաղաղության պայմանագիրն այդպես էլ չի ստորագրվում։ Ազգային ժողով կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Հայաստանի վարչապետը եւս մեկ անգամ վերահաստատում է ինքը պատրաստ է ստորագրել։ Այդ թուղթը 2021-22 թվից հետո այսպես թե այնպես համատեղ աշխատանքի արդյունք է։ Այսինքն այդքան աշխատել ենք, որոշումներ ենք կայացրել, պատկերացրեք համաձայնեցված տեքստը, ասենք չէ, պատրաստ չենք ստորագրել, բայց եթե պատրաստ չենք ստորագրել, ինչ ենք համաձայնվել։ Իսկ ինչ վերաբերվում է ինչ կլինի, գիտեք, այդ տրամաբանությամբ ես ճիշտ ասած չեմ մտածել, որովհետև էլի եմ ասում եմ պատրաստ եմ ստորագրել, որովհետև պատրաստ եմ ստորագրել։ Եվ ընդ որում, երբ որ ասում եմ պատրաստ եմ ստորագրել, ի հեճուկս բոլոր այդ դավադրական տեսությունների այդ թեման էլ կա, չէ, որ ինչի չեք ուզում հրապարակվի այդ թուղթը։ Բա ընդհակառակը ուզում ենք հրապարակվի, որովհետև սենց ստորագրվեց, պետքա հրապարակվի։ Պետքա գնա կառավարություն, սահմանադրական դատարան, ազգային ժողով։ Հայաստանը պատրաստ է ստորագրել, բայց Ադրբեջանը վերջին շրջանում ամենօրյա ռեժիմով է ապատեղեկատվություն տարածում, թե իբր Հայաստանի զինված ուժերը կրակում են իրենց ուղղությամբ։ Զարուհի Բաթոյանն է հետաքրքրվում, սա կարող է խաթարել գործընթացը։ Մենք ռազմավարություն ենք որդեգրել եւ մենք պետք է այդ ռազմավարությանը հավատարիմ մնանք եւ շարունակենք մեր գործողությունները այդ ռազմավարության շրջանակներում եւ դա ճնշում անվանել, այլ բան անվանել, տեղեկատվական գրոհ անվանել, այդ ամեն ինչը այո։ Ամեն դեպքում մեր վերաբերմունքը հետեւյալն է, որ ցանկացած իրավիճակ մենք պետք է ավելի խորը եւ ավելի լավ եւ ավելի համապարփակ հասկանանք։ Վարչապետի խոսքով մտավախությունները փարատելու ամենակարճ ճանապարհը խաղաղության պայմանագիրը ստորագրելն է։ Իշխանական падգամավորները Ադրբեջանի առաջ քաշած նախապայմաններից են խոսում։ Ինչու Հայաստանը չի շտապում լուծարել ՀՀԿ Միսկի խումբը։ Որովհետև ասում մենք ուզում ենք համոզված լինել, որ ինչպես մենք ունենք քաղաքական որոշում, որ Ղարաբաղյան շարժումը չենք շարունակում, այնտեղ էլ Ադրբեջանում էլ չկա քաղաքական որոշում, որ իրենք սկսում են մի ուրիշ շարժում, ասենք օրինակ Արևմտյան Ադրբեջանի շարժում եւ այս պատմությունը ոչ թե խաղաղություն հաստատելու մասին է, այլ կոնֆլիկտային տրամաբանությունը Ադրբեջանի տարածքից Հայաստանի տարածք արտահանելու մասին։ Ես կարծում եմ, որ շատ պարզ տրամաբանություն է։ Նիկոլ Փաշինյանը նորից կրկնել է այն հայտարարությունը, որ Հայաստանն ու Ադրբեջանը փոխադարձաբար ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը։ Սահմանազատման կանոնակարգերն արդեն վավերացված թղթեր են երկու երկրներում, իսկ Ալմաթայի հռչակագիրն էլ ճանաչված է որպես բազային սկզբունք։ Եվ մենք այս համատեքստում ասում ենք, որ մենք Ղարաբաղյան շարժումը մեր կողմից չենք շարունակում։ Մենք համարում ենք, որ գնում ենք ուրիշ ճանապարհով։ Եվ այս տրամաբանության մեջ մենք այդ նշանակում է, որ սահմանային միջադեպերի հետ կապված էլ ընդհանուր վերաբերմունքը եւ ընկալումը պետքա փոխվի եւ բանաձևը պետքա փոխվի։ Իսկ գերիների վերադարձի հետ կապված որևէ նոր բան Հայաստանի վարչապետը չուներ ասելու։ Միայն այն, որ այդ հարցը հումանիտար ու քաղաքական տեսանկյունից անհանգստացնում է իրենց։ Շնորհակալ եմ։